Բլոգեր Էրիկ Շահբազյանը կամ ավելի հայտնի որպես Թութութուլավա այցելել է Կիրանց։ Բլոգերը, որը նաև կյանքի խոսքի անդամ է, նկարել է Կիրանցի հայ-ադրբեջանական սահմանն ու տեղադրել համացանցում։ Այսի Ադրբեջանա ժողովուրդ ջան, պատկերացնում եք, այս դարպասից հետո Ադրբեջանա։ Հայտնի պատից այն կողմ մնացած հայկական տարածքը բլոգերն անվանել է ադրբեջանական։ Սակայն այստեղ կա ավելի լուրջ հարց. ով է նրան թույլ տվել նկարել պետական սահմանը, սահմանապահ ծառայողին ու հարակից տարածքը։ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից մեզ ասացին, չեն մեկնաբանում, հորդորեցին դիմել պաշտպանության նախարարությանը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորեսյանի հեռախոսահամարն արդեն տևական ժամանակ է անհասանելի է։ Վարչապետը անձամբ հրավիրել է, քանի որ մենք է շատ ենք սիրում մեր հզոր վարչապետին։ Դրա համար այստեղ եք մասնակցելու։ Պոզիտիվ է, չեք առան չեք նկատում, ինչքան բարի է։ Սահմանն ու սահմանապահին նկարելով չի սահմանափակվել բլոգերը, նկարել է զորամասը, այնտեղ ծառայող զինվորների ինշարային պատրաստության ժամանակ, հետո հայտնվել է Կիրանցի բունկերում։ Խոսքը Կիրանցի դպրոցում եւ Կիրանցում հայտնված ինչ-որ բլոգերի մասին է, ես այդ վիդեոն էլ տեսա, որը հայտնվել էր Կիրանցում եւ նաեւ չգիտես ինչպես, ինչ միջոցներով եւ ճանապարհով հայտնվել էր Կիրանցի դպրոցի բունկերում, որը ըստ էության պաշտպանության ենթակա օբյեկտ է եւ ես կարծում եմ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա եւ խնդիր կա։ Էրիկ Շահբազյանը նկարել է նաեւ բունկերի ներսի հատվածն ու ճաշարանը։ Ճիշտ է, այս հիմա չի կարելի նկարել, բայց մենակ ես եմ նկարում, ժողովուրդ ջան։ Ուզում եմ ցույց տամ մաքրությունը եւ տեղերը։ Հետո պարզվել է, որ ինչպես բլոգերն է պնդել, միայն ինքը չէ, որ նկարում է հատուկ պահպանության վայրը։ Մեկ այլ բլոգեր, որ ավելի ճանաչված է Արդիշոփի Հովո անունով, հայտնի է իր ջինսետ աբատների վաճառքով ու սնվելու տեսանյութերով, եւս այնտեղ է, նկարում է ռազմական նշանակություն ունեցող տարածքը։ Հիմա մենք ամրացված շրջանում ենք։ Իհարկե դա համեմել էր քարոզչությամբ, խաղաղության քարոզչությամբ, բայց մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել ուրեմն այդ սենյակները, որոնք նախատեսված են երեխաների հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվտանգության համար, պարզապես անթույլատրելի է։ Որքան էլ որ դա ծածկված էր խաղաղության քարոզի ներքո։ Ես ուղղակի խնդրում եմ երկու գերատեսչությունների պատասխանատուներին այս խնդիրը եւ իրողությունը վերցնել իրենց ուշադրության ներքո։ Կիրանցի ռազմական նշանակության տարածքներից տեսանյութեր են հրապարակել նաեւ այլ բլոգերներ։ Գեգաբիտ Էջից Գևորգը, Ֆիթնես Մարզիչ Վլադը եւ այլք։ Հաշվի առնելով այդ բլոգերների, այսպես կոչված, հանրային քաշը, երևույթի մարդկանց պարզապես բերել են եւ աշխատացնում են ի օգուտ իշխանության ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականությունը առաջ տանելու։ Բոլորն իրենց տեսանյութերում խոսում էին լավ պայմանների, ապահով ծառայության ու անվտանգության մասին։ Ըստ զրուցակցից գումարով գովազանող, կրոնական ոչ ավանդական կազմակերպություններին անդամակցող, բայց մեծ լսարան ունեցող այս անձանց ներկայությունը Տավուշում պատահական չէ եւ ունի հստակ նպատակ՝ իրականացնել իշխանությանը նպաստող PR արշավ։ Այդ բլոգերները գումարով աշխատող մարդիկ են, որոնց համար ըստ էության միևնույն է, կլինի Հայաստան, չի լինի Հայաստան, Կիրանցը հարվածի տակ է, թե ոչ, մարդիկ գումար են նույնիսկ երևույթի, ես չգիտեմ, միգուցե գումար են ստացել կամ միգուցե չեն ստացել։ Իրենց ֆունկցիան, այո, PR կոմպոնենտն է։ Հատկանշական է, որ լրատվամիջոցներին նման նկարահանումներ թույլատրվում են միայն երկարատև համաձայնեցումներից հետո եւ խիստ սահմանափակումներով։ Օրինակ Լոռու մարզի սահմանային գյուղում նկարահանում իրականացնելու համար մեր խմբագրությունը շուրջ 1 ամիս սպասել է ազգային անվտանգության ծառայության թույլտվությանը, պայմանով, որ սահմանին մոտ որևէ բան չի նկարահանվելու։ Մինչդեռ բլոգերները առանց ակնհայտ սահմանափակումների նկարահանելու հրապարակել են գրեթե ամեն ինչ, անկախ նրանից դա թույլատրելի էր, թե ոչ։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։